Տիկին Սիմոնյան, դուք շարունակում եք պնդել, որ ձեր եղբոր մահվան համար մեղավոր է Վանո Սիրադեղյանը։ Այո։ Ինչ պատճառներ ունեք նման հայտարարություն անելու։ Ինչու եք վստահ, որ հենց նա է կազմակերպել։ Բոլորն են ասել 92 թվականին։ Երբ է դեպքը տեղի ունեցել։ 92 թվականին իր օբյեկտի մոտ։ Ինչ հանգամանքով։ Երկու պատվերը ինքն էր տվել Վանո Սիրադեղյանը։ Երկու եղբայր կատարել են պատվերը, որից մեկին են դատել, մյուսը մնացել է ազատության մեջ։ Ձեր եղբայրը այն ժամանակ ինչով էր զբաղվում։ Ռեստորան է բացել կինոնայրի դրամատիկական թատրոնի հարևանության կողմը։ Ընդամենը աշխատեց 4 ամիս։ Հենց իր օբյեկտի մոտ իրան խփեցին գլխից։ Ձեր կարծիքով ինչու պիտի ձեր եղբորը ցանկանային սպանել, ինչ շարժարիտ կար կամ դրդապատճառ։ Երբ որ ինքը Վանո չէր այն ժամանակ, այդ պապլավոկում նստած իմ աղբերը սեղալա կինոնայրի տղա։ Իր շրջապատը տղա եղել։ Այն ժամանակ ինչ որ փոքր մի բանից նեղացել է ու այդ մուրը պահել է։ Այսինքն ձեր եղբայրն ու Վանո Սիրադեղյանը իրար ճանաչել են։ Դե երևի ճանաչել, հա ճանաչել են, հա։ Մուռ է պահել եւ որոշել Մուռ է պահել եւ 92 թվականին նրան 4 ամիս ռեստորանը բացելուց հետո հենց իր օբյեկտի մոտ իրան խփել տվեց։ Պատվեր տվողը ինքն է։ Դուք ասում եք, որ բոլորը այդպես են ասում։ Այո։ Իսկ միգուցե այդ բոլորը սխալվում են կամ դիտավորյալ են նման բան ասում։ Չէ, չեն սխալում, ոչ մի շահադիտական բան չունեն, որ ասեն սուտ։ Դատական գործընթացին եթե հետևել եք, ինչպես է ընթացել եւ արդյոք բոլոր մեղավորներն են հայտնվել ճաղերի ետևում։ Ոչ, բոլոր մեղավորները չեն հայտնվել հենց ցավոք։ Միայն այդ հոգեկան հիվանդ տղային դատեցին։ Ով որ կրակել էր։ Ով չէ, բացի իրանից եղբայրն էլ ակրակե կոնտրոլնի, բայց եղբորը մեջտեղ չբերեցին։ Մենակ այդ հիվանդին դատեցին։ Քանի տարով։ Տվեցին դատարանում 11, բայց վճռաբեկը տվել էին անմիջապես, ընդեղ տվեցին 7 տարի։ Ոչ մի անգամ ինքը նորմալ չի նստել, միշտ ուղարկում էին ցեպետ, ես բողոքում էի դատախազություն։ Ցեպեից նորից ուղարկում էին գաղութ։ Եվ ինքը հենց այդ Ներսես Սարգսյան կոչեցյալն է խոստովանել որ պատվերը իջեցվել է։ Որ պատվերը, հա, ում կողմից է։ Այդ Ներսես Սարգսյան այդն հոգեկան հիվանդի երիտասարդն է, բայց եթե նա հոգեկան հիվանդ է, կարող է նրա ասածը արժանահավատ համարել։ Ով համարեր։ Արժանահավատ համարեին, դե նույն իրավապահները կամ դուք, եթե նա հոգեկան հիվանդ է, ինչով եք համոզած, որ նա ճիշտ է ասում։ Բա ինքն է խփել, ոնց է նրանք Չէ, ասում եք պատվերը իջեցվել է Վանոյի կողմից։ Միգուցե այդ երիտասարդը հոգեկան խնդիրներ ունենալով ուղղակի սխալ հայտարարություն Չէ, սխալ հայտարարություն չի ունեցել։ Այդ ժամանակ այդքան էլ հոգեկան հիվանդ չի եղել։ Սնես թեթև է ունեցել։ Թեթև։ Ողջ դատական գործընթացին եթե դուք հետևել եք ներկա եք եղել, ինչպես կբնութագրեք, արդյոք կար միտում բոլոր մեղավորներին պատժելու։ Միտում կար, բայց հենց սկզբից հենց քննիչը Ով էր անունը։ Չեմ հիշում, երիտասարդ տղա էր, ես իրան խայտարակ եմ արել դատախազության առաջ։ Որ քանի միլիոն վերցրեցիր, որ այդ ձևի գործը։ Եվ ինչ է պատասխանել։ Ինչ պետք է պատասխաներ։ Դե 22 տարի է անցել, ես տենց մանրամասը, բայց ես 22 տարի է մռմռում եմ, որ իմ աղբերս մուրազով գնաց մտավ հողի տակ ինչի համար։ Ձեր եղբայրը այն ժամանակ ամուսնացած չէր։ Ամուսնացած էր, ընտանիք։ Ամուսնացած էր, ընտանիք ուներ։ Հեսա իրան նկարը բերել եմ։ Լավ, այսօր Վանո Սիրադեղյանի վերադարձի հետ կապված հաճախ են խոսում նրան հետ բերելու մասին, հա, ձեր կարծիքով ինչու է այսքան տարի հետախուզման մեջ։ Ձեր եղբայրն է։ Այո։ Իսկ իր ընտանիքի անդամները ինչ են կարծում, նրանք էլ են համոզված։ Իր ընտանիքի անդամները այն ժամանակ երեխեքը փոքր էին, իսկ կինն էլ ասում էր ես երեխա ունեմ, վախենում եմ իմ երեխեքից, որ երեխեքիս էլ վնաս տան։ Շատ լավ, այսօր նույն Վանո Սիրադեղյանի հարազատ։ Դե որովհետև ժողովուրդը ոչխար է, որ այդ աստիճանի ուզում է Լևոնի հետևից են գնում ու ինչ որ Վանոյի անունն են տալիս։
Իհարկե կներեք, որ ասեցի ժողովրդին ոչ խաշ, բայց մութ ու ցուրտ տարիները իրանց բան չէր, դաս չէր, որ մի հատ հիմա Լևոնի անուն են տալիս։ Ինչի համար են տալիս Լևոնի։ Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունը Տիկին Ամալիա պատրաստում են մնացած այլ ուժերի հետ հանրահավաքներ կազմակերպելու իշխանափոխության պահանջով են։ Նրանք մեր թշնամին են ուրեմն։ Ես զարմանում եմ այդ մարդկանց, որ հետևներից գնում են, ուղղակի զարմանում եմ։ Ինչքան մարդու գլուխ են կերել։ Ես որ մտնում էի դատախազություն, ասում էին ինչի մենակ քո եղբորն են սպանել։ Այնքան մարդու են սպանել, ինչի վերջում չմտավ։ Հասկանալի է։ Լավ, դուք հիմա արդարադատության համակարգից եւ իրավապահներից ինչ եք պահանջում։ Շատ դժգոհ եմ։ Ինչ եք պահանջում կոնկրետ ձեր եղբոր գործի հետ կապված։ Կուզենեք ինչ որ նորից վերաբացեին, նորից նայեն, նորից քննեին։ Կուզեմ, իհարկե կուզեմ, որ եղբորն է դատեն։ Որովհետեւ եղբայրն է կոնտրոլնի խփել իմ աղբորս գլխին։ Իսկ եղբոր պատվիրատուին մասով ինչ կասեք։ Դե պարզ չէ, որ կուզեմ, որ նա կանգնի դատի առաջ, դատվի, որովհետեւ ինչքան մարդու գլուխ է կերել։